Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագետ, եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչատրյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Կարճ ամփոփենք այս ընթացքը, ընտրությունների ավարտը, եթե կարելի է համարել, որ գործընթացը ավարտվել է, դուք կասեք, համարում եք արդյոք ավարտված թե ոչ, հետընտրական շրջանի մասին խոսենք, դատարանները կարծես թե անգործ չեն մնալու, դրա մասին էլ խոսենք, սա բոլոր ուժերը իրար դատի են տալիս, լավ ակտիվ դատի տալու շրջան է։ Փաստացի ինչ ունեցանք, իշխանափոխություն կամ ընդդիմափոխություն, որի մասին անդադ խոսվում էր, ոնց որ թե տեղի չունեցավ, այո, թե ինչ որ բան այնուամենայնիվ փոխվեց։ Ես ինչպես իմ Facebook-յան էջում էի նկատել, չափազանցված էին բոլոր լուրերը, թե իշխանափոխության, թե միաժամանակ նրա որ ընդդիմությունը, ինչպես էին հայտարարում, որ անցողիկը նույնիսկ չի անցնի, այսինքն բոլորը ըստ էության սխալվել են, ամեն մեկը ինչ որ մի բան կորցրել է եւ ես ընտրություններից մի քանի օր առաջ հենց դա էլ կանխատեսում էի, հաշվի առնելով մեր այս ընտրական համակարգը, երբ նույնիսկ նվազագույն տոկոսներով կարելի է ձևավորել մեծամասնություն։ Այն դոնթի մեթոդը, որ կա, երբ փոշի անոմաձայները եւ ըստ էության ցածր տոկոսներին ավելանում են լրացուցիչ մանդատներ եւ քիչ ձայն ստացած ուժը ձևավորում է մեծամասնություն։ Կամ նույնիսկ հակառակը, երբ քիչ ստացածը, ով չի հաղթարել անցողիկը, եթե 3 ուժ չկա պարլամենտում, նրան էլ են շանս տալի, ինչպես պատիվ ունեմ 21 թվին, անցողիկը չէր անցել, բայց անցավ, այսինքն sense հետաքրքիր խառը մի համակարգ է եւ շատ քաղաքացիներ մինչեւ այսօր նույնիսկ այդ տվյալները որ ցույց են տալիս, խճճվում են, չեն հասկանում, թե ինչպես է այդպես ստացվում։ Այո, իշխանափոխություն չեղավ եւ ընդդիմափոխություն էլ մեծ հաշվով չեղավ, տեղի ունեցավ ընդդիմության մեջ տեղափոխություն։ Պատիմ Ուլնեմը դուրս եկավ, Քոչյանը զբաղեցրեց Սերժ Սարգսյանի բլոկի տեղը եւ նոր ձևավորված ուժը զբաղեցրեց Քոչյանի տեղը, ինչը ինչ որ առումով սպասելի էր, որովհետեւ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ինչ որ չափով ընտրողների մեջ մտցնել այդ երրագլուխ միասնության թեզը, կապել մեկը մյուսին եւ դա նաեւ դեր խաղաց, որ ընդդիմությունը ինչ որ իմաստով ավելի ձայներ չստացավ, բայց նաեւ ինքը չստացավ սահմանադրական մեծամասնություն, որ իրեն պետք է այս աշխարհակաղակական իրավիճակում կատարել են միջազգային պարտավորությունները, որ ստանձնել է, հա, սահմանադրական հանրաքվե եւ չունենալով փաստորեն 2 մանդատ, եւ դա դրա շուրջ ձևավորվել է ըստ էության պայքար, եթե համարենք, որ վերջնական են ընտրությունները։ Ես չեմ տեսնում հայտարարություն, որ իրենք փողոցային պայքար են սկսում, որպեսզի սա հասնեն նրան իշխանափոխության, ընդդիմությունը դեռևս ըստ էության հակված է մանդատները վերցնելուն։ Նվազագույնը չեղարկեն ընտրությունները, որի մասին էլ խոսվում է, բայց ընթացակարգ են ուզում դրան տան, սահմանադրական դատարան դիմեն, բողոքարկեն արդյունքների իրավաչափությունը, բայց ոնց հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է, որպեսզի մնա այնպես, ինչպես կա, եւ ես վստահ չեմ, այսինքն այսքանից հետո կարելի է նույնիսկ պնդել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամեն դեպքում ենթարկվում է Փաշինյանի կամքին, որովհետեւ բոլոր այդ կասկածները կան։ Օրենքի խախտում տեսել եք։ Օրենքի խախտում կարող է տառին համապատասխան չգտնենք, որտեղ որն է այս համակարգի հալատավոր համակարգերի էությունը, որ տառը պահպանվում է, Սերժ Սարգսյանը ասած թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց բոլորս գիտենք, որ տեղի են ունեցել մանիպուլյացիաներ, թվային նկարչություն եւ այլն։ Եվ դրա փաստերը երևացին, այսինքն ակնհայտ է, չէ, որ ահագին ընտրատեղամասերում չէր համապատասխանում արձանագրությամբ թվերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերի հետ, դա ինչ է նշանակում։ Եվ կապ չունի, օրինակ ԿՊԱ-ականներին չեն ասում, ավելացավ մեր ձայները, նույնիսկ, հա։ Դրանով հպարտանում են, բայց դա խայտարակություն է, այսինքն ամեն դեպքում կեղծիք է տեղի ունեցել։ Չէ, դե ասում էին մինչև վերջնական արդյունքները հրապարակելը մենք ժամանակ ունեինք, որպեսզի հենց վերահաշվարկ, շտկել եւ այլն, վերջնարդյունքն է կարեւոր։ Այնինչ տեղի ունեցավ, որ ընդդիմությունը իբր ասելով կեղծված է, բայց մեր ձայները ավելացան, բայց նաեւ ընդդիմադիր ուժերի ձայներն ավելացան եւ այնպես ստացվեց, որ ԿՊ-ի սկզբնական հայտարարված 49-8-ը դարձավ 49-7։ Կարող է մի 600,000 ընտրատեղամասել փորփրեն ստացվեր, որ ԿՊ-ն գնալով իջնում է։ Այսինքն նաեւ կասկածել էր իհարկե այն շտապողականությունը ընտրությունների օրը գիշերը վեր կենալ եւ հայտարարել, որ հաղթել ենք, երբ որ 10-20%-ը դեռ հաշվարկված չէր ու դեմքերի այնպիսի արտահայտության, որ տպավորություն չէր ստեղծվում, որ իրենք այդպես ոգևորված հաղթել են, այնպիսի տպավորություններ, որ իրենք լարված սպասում են տեսնեն ինչ են անելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաճնշումները ակնհայտ դարձան ԲՀԿ-ի հետ կապված, որ սկզբում հայտարարեցին 4%-ն անցել է, հետո պարզվեց չի անցել, ինչ որ 3.9-ն է, հետո ավելի խորացան կասկածները, երբ
3 ընտրատեղամասի արդյունքները հայտարարեցին չեղյալ, վերահաշվարկ ավելի ճիշտ վերաքվեարկություն չհայտարարեց ԿՀ-ն, ներողություն։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին որ հարցնում են, ասում են, դե ամեն դեպքում չէր ազդելու ընտրությունների արդյունքների վրա, բայց ինչն է այստեղ խնդիրը, որ եթե նշանակվեր վերաքվեարկություն, ընդդիմությունը կարող էր մոբիլիզացվել, կոչ անել իր ընտրողներին, գնալ եւ ԲՀԿ-ին ձայն տալ, որպեսզի զրկեն ԿՊ-ին, որակյալ մեծամասնությունից։ Այդ վախ ունենալով չհասկացրեցին ըստ էության վերաքվեարկություն։ Այսինքն կասկածների շարքը եւ համընկնումները, այսպես ծերը ծերին հասցնելով, հա, այդ որակյալ մեծամասնությունը քերելը այնքան ակնհայտ է, որ արդեն գրեթե կարելի ասել տեսականորեն օրենքի տառը պահպանել են, բայց ոգով պարզ է, որ գնացել է այդ մանիպուլյացիաները։ Շատ կարևոր է ձևակերպումը օրենքի տառը պահպանել են։ Եթե դուք ասում եք օրենքի տառը ձեր կարծիքն է պահպանված է, ապա բոլոր այդ դիմումները սահմանադրական դատարան, բոլոր այդ պնդումները, որ ԿՀ-ն օրենք է խախտում, սին են։ Սահմանադրական դատարանը կարող է օրինաչափությունը որոշել, օրինակ ընտրական օրենսգիրքը այդ սողանքները թողել է։ Օրինակ ասում է, որ եթե չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, ԿՀ-ն կարող է որոշել ուղղակի չեղյալ հայտարարել եւ դրանք համարել անվավեր։ Ոնց է անվավեր քվեաթերթիկ, չէ՞։ Հիմա ասենք քվեաթերթիկ անվավեր է, հատուկ այդ քվեաթերթիկի համար նորից ընտրություն չեն նշանակել, այդ տրամաբանությամբ իրենք ապօրինի ճանաչված քվեարկությունը ուղղակի համարում են անվավեր։ Այդպիսի կետ կա, որը Այդպիսի կետ կա։ Հիմա սահմանադրական դատարանը եւ իրավաբանները պետք է համարեն դա, որ այս դեպքում օրինաչափ այդ կետի կիրառումը թե ոչ, գուցե օրինաչափ չի։ Սա եմ ասում, որ այնքան կասկածներ կա, տառը կարողանում են հիմնավորել, բայց մենք գիտենք, որ օրենքները տարբեր եթեներ ունեն, տարբեր իմպերատիվ նորմեր ունեն, մի օրենք մյուսի համեմատ ունի առավելություն, մի կողմից էլ ըստ էության խախտվում է քաղաքացիների համադրական իրավունքը իրենց կամքը արտահայտել ու նրանց քվեն անտեսվել է, եթե ինչ-որ խախտում կար, փաստորեն այդ քվեն համարվեց անվավեր, բայց մարդիկ գնացել քվեարկել են, հիմա ով է մեղավոր, որ այդ քվեն դարձել է անվավեր։ Փորձենք եզրահանգել, ստացվում է փողոցային պայքար, ոնց որ թե չի պատրաստվում անել ընդդիմությունը, բայց իրավական ճանապարհով փորձում է չեղարկել անգամ ամբողջ ընտրությունների արդյունքները։ Դե ես ոնց հասկանում եմ, իրանց երևի չի բավարարում ինչ-որ իմաստով իրավական բան, այսպես բազա, ուզում են հարստացնել դա, ապացուցել, որ այդպես է, նոր սկսել, որ մարդկանց մոտ կասկած չմնա, որովհետև հատկապես այս սեզոնում ֆիզիկական պայմաններն էլ հաշվի առնելով շոկ եւ այլն, օբյեկտիվորեն հասկանում են, որ դժվար է փողոցային պայքար գնալ։ Այսինքն իրենք կարող է սկսեն աշխատելը 9-րդ գումարման, տակ 9-րդ գումարումը գումարվի, այսպես ասած ազգային ժողովի, դա էլ հենց այդ սեպտեմբերն է, հա, որի մասին անդադ խոսում են։ Որ պետք է լիներ պատերազմ թե ինչ։ Չէ, պատերազմ չէ, խժդժություններ, ինչ որ չգիտեսի ինչ պետք է լիներ սեպտեմբերին, անգամ երբ որ ես իմացա, ես կարծեմ դեկտեմբերի ձմռան ամիսներից սկսած էին ինչ որ սեպտեմբեր մատնանշում, ես ասում եմ հուլիս կա, օգոստոս կա, հենց հունիս կա, ընտրություններից հետո ինչու է սեպտեմբեր նշում։ Ըստ երևույթին այդ ձեր ասածը ստացվում է գումարումն էլ կարող է, այսինքն ազգային ժողովը կարող է սկսել իր աշխատանքները, զուգահեռ գործընթաց գնա չեղարկելու այդ ազգային ժողովի աշխատանքները։ Դա կարող է այդպես լինել։ Սեպտեմբերի նաև միֆը ինչ է դեր կապված, միֆ չասեմ այդպես աժոտաժը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը չստանա համանդրական մեծամասնություն, սեպտեմբերին կլինի աղետաբեր պատերազմ։ Հիմա ինքը չի ստացել համանդրական մեծամասնություն։ Բայց ասում է խաղաղություն, չի ասում։ Դե հիմա այդ թեզով նա ինչ որ մարդկանց գիտեք նաև իրավունքի մեջ գոյություն ունի այսպիսի հասկացություն, դու չպետք է արհեստականորեն ազդես մարդու ազատ կամ արտահայտության վրա, երբ որ դու շանտաժով վախի մթնոլորտով նրան ուղղորդում ես ինչ-որ մի բան, դու ըստ էության նրա ազատ կամ արտահայտության վրա բռնանում ես։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ազատորեն ընտրելու ոչ թե վախով, որովհետև նա կարող է համակրել ընդդիմությանը, բայց լսում է վարչապետին երկրի, ով տեղեկություն ունի, որ եթե սրանք անցնեն, կլինի պատերազմ։ Հա, բայց հիմա որն է կարևոր։ Դատարանում նման բաներ անցնում են։ Դատարանում չէ, ես նկատի ունեմ այդ սեպտեմբերի շուրջ սպասելիքները։ Օգոստոսի 8-ին է կարծեմ գումարվելու, եթե չեմ սխալվում, այդ նոր նիստը, այսինքն դեռևս ամառվանից սկսելու է գործել ազգային ժողովը նոր ընտիր։ Համանդրական դատարան գործընթացը չգիտեմ ինչքան կարող է տևել, փաստեր ներկայացնել,
այդ գործընթացի ինչ-որ վերդիկտ կայացնել, արդյոք չեղարկվի ընտրությունները, դա ընդդիմության համար լավ հնարավորություն է իր ուժերը հաշվարկել, գործընթացը տակ պահել եւ տեսնել արդյոք կարող է նա փողոցային շարժում գեներացնել, բայց ես տեսնում եմ, որ նրանք հակված են մանդատները վերցնելու, որովհետեւ առանց մանդատների նրանք ընդհանրապես ռեալիստական չեն համարում հեղափոխական սցենարը։ Շատերը այսպես են գնահատում իրավիճակը, ասում են ԲՀԿ-ի համար է այս ամբողջ ուրեմն ընդվզումը ընդդիմության եւ ընդդիմությունը դժվար թե այսինքն Սավել Կարապետյանի ուժը եւ Քոչարյանի ուժը դժվար թե հետամուտ լինեն իրենց այս պայքարը շարունակելու հենց զուտ ԲՀԿ-ի համար։ ԲՀԿ-ի համար է արվում այս ամենը։ ԲՀԿ-ի համար դժվար այն քվեների համար, որը ԲՀԿ-ն կարող էր ըստ էության քչացնել քվեից։ ԲՀԿ-ի քվեների լավ, ԲՀԿ-ի տեղը լիներ ցանկացած այլ ուժ, միանշանակ այս նույն տրամաբանությունը գործելու էր։ Ես համոզված եմ դրանով, որովհետև ինչ է տեղի ունենում, եթե ԲՀԿ-ն անցներ, ԿՊ-ն լրացուցիչ 5 ձայնից զրկվելու էր, ունենալու էր ընդամենը 59 մանդատ կամ գուցե քիչ 64-ի փոխարեն։ Եվ 63 է պետք, որպեսզի որակել մեծամասնություն։ Դա առանցքային դեր է խաղում, առանցքային պաշտոններում ուժային մարդ նշանակելու տեսանկյունից, այսինքն ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանը կզրկվեր սեփական վստահելիներ ունենալ ուժային համակարգում։ Սա արդեն վտանգավոր է ցանկացած իշխանության համար, որովհետև ուժային համակարգը եթե կամայական որոշումների հրամանների SMS-ների չպատասխանի, Նիկոլ Փաշինյանը կամ ցանկացած մեկը կզրկվի ռեալ իշխանությունից երկրում։ Սա արդեն հեղափոխական սցենար է։ Եվ պայքարը դրա համար էր, այսինքն ունենալու ենք Հայաստանում փաստացի հեռացող թույլ իշխանություն, որը ցանկացած փողոցային ընդվզման դեպքում ավելի թույլ կլիներ, քան հիմա է։ Իսկ ժամանակական մեծամասնություն չունենալու խնդիրը վերաբերում է զուտ հանրաքվեին։ Ընդդիմությունը եւս շանս ունի հանրաքվեով մոբիլիզացվելու հասարակությանը, որովհետեւ սա արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյան, Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան ընտրություն է, այլ պետականության հետագա գոյության ընտրություն է։ Նիկոլ Փաշինյանը համոզում է, որ մեր բոլոր ազգային իղձերը պետք է մոռանանք, իրական Հայաստանն է մեր երկիրը։ Սա արդեն պետության մոդելի փոփոխություն է եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը փաստորեն ապօրինի ըստ էության ոչ լեգիտիմ է համարելու Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված որևէ ազգային պահանջ եւ իրականացնելու է այն սցենարը, որը մենք կարող ենք ասենք նեոբոլշևիզմ, այսինքն բոլշևիկյան համակարգը ինչպիսին էր, Ղարաբաղը Ադրբեջան է, ազգային իղձերից հրաժարվում ենք, Արարատը դա հետո սկսեցին, սկզբնական շրջանը նկատի ունեմ, երբ որ համոզվում էին, որ մենք պետք է ուղղակի կոմունիստական ինտերնացիոնալով ստեղծենք նորմալ երկիր, այդ ազգային պատրանքները թողնենք։ Որովհետև մի պետության մեջ էինք մտել եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հիմա հեշտ է դառնում ցանկացած ուժային կենտրոնի, կոնֆլիկտը չկա, երկուսին համատեղ քաշել իր կողմը։ Թե Ռուսաստանի մոտ է դա ինչ որ իմաստով լավ ստացվելու, որովհետև այլևս կոնֆլիկտ չկա։ Շատերը ասում են, չէ, Ռուսաստանը ձեռա տալիս խաղալ կոնֆլիկտի վրա, բզբզալ, այդ էլ կա, բայց այս դեպքում եթե կոնֆլիկտը լուծվել է ուրիշի ձեռքով, այս դեպքում Պրահայում, ռուսներին չեն ասում։ Նիկոլ Փաշինյանը գնաց Եվրոպայում հանձնեց Ղարաբաղը։ Իրենք փորձում են մաքրել իրենց ձեռքերը, որ իրանք չեն հանձնել Ղարաբաղը, հետագայում Ադրբեջանի վրա ճնշումներով, որովհետև առանց Ադրբեջանի թրիփ չի կարա լինի։ Փորձեն հասնել, այսպես տարածաշրջանը կոմպլեքս վերցնել եւ այստեղ գնալու է այդ նոր աշխարհակահական պայքարը։ Դե այս ֆոնին Ուսում ասեմ, սա վերածվում է արդեն էլի կոնֆլիկտային վիճակի, հանրաքվեի հարցը եւ թե ընդդիմությունը շանս ունի եւ իշխանություն ունի լուրջ խնդրեմ, այնպես չէ որ խաղը ավարտվել է, այսինքն խաղը նոր փուլ է մտնում։ Խաղը նկատի ունեք հայ-ադրբեջանական չէ, պայքար իշխանության համար Հայաստանում։ Ընդդիմություն, իշխանություն պայքար, այսպես իշխանափոխության կամ ընդդիմափոխության պայքար։ Այսինքն դուք համարում եք այս 5 տարիների ընթացքում այդ պայքարը շարունակվելու եւ անգամ այսօր չեք բացառում, որ կարող են արտահերտ ընտրություններ լինել։ Ոչինչ չի կարելի բացառել, որովհետև իշխանությունը ամեն դեպքում, ոմանք էլ գիտեք, այսպեսի մի դավադրության իմ մեկնաբանություններում որ գնում է, ասում է, իսկ չեք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գիտակցված այնպես արած լինի, որ գցի կոպիտ ասած ընդդիմության գրպանը, սահմանադրական այս մեծամասնություն չունենալը, որ նրան մեղադրի, որ դուք եք խանգարում, որպեսզի հանրաքվե լինի, օրինակի համար։ Այսինքն իսկապես պայքար է գնալու հանրաքվե լինի, թե չլինի, ինչպեսին լինի։ Սա թե հետընտրական զարգացումներ կարա գեներացնի արդեն, բայց դե մի քիչ երկարաժամկետ, մի տարի հետո։ Սա այն դեպքում, եթե այստեղ զուգահեռ գործընթաց չլինի, կա նաև էլի մարդիկ, որոնք մատնանշում են, որ հենց նույն ադրբեջանական մամուլը ասում է, չէ, դե Ալիևի ասած է, մեր խոսքը խոսք է, որ պահանջել ենք, ուրեմն փոփոխություն շարունակելու ենք պահանջել, մյուս լրատվամիջոցներում ես տեսնում եմ արդեն վերլուծաբանների, որոնք ասում են Թրամփը
չի նայում այլևս մենք եկել ենք ընդհանուր հայտարարի այդ կետի հետ կապված համանդրության չենք եկել նա ասում է ինձ պետք է խաղաղության պայմանագիր որ ես կարողանամ շարունակել իմ գործողությունները այս տարածաշրջանում Թրամփը պահանջելու է եւ Ալիևը ստորագրելու է հիմա կա երկրորդ տարբերակ որ մենք ենք ավելի շատ Ալիևին այսպես սկզբունքային դարձնում ավելի սկզբունքային ենք իրեն դարձնում քան ինքը կա շատ հնարավոր է որ ինքը հետ կանգնի այդ համանդրության պահանջից փոփոխության պահանջից դե դա լծակ է Հայաստանի վրա մաքսիմալ զիջումներ կորզելու եթե ստացվի այնպիսի իրավիճակ որ Ալիևը հասկանա որ դրանով ինքը ոչ մի խնդիր չի լուծում եւ այս պրոյեկտը ընդհանրապես իր կապելու Նախիջևանի հետ ձախողվում է իհարկե դա հանց կկատարի բայց նա արդեն լեգիտիմացրել է դա եւ Նիկոլ Փաշինյանը ըստ էության համաձայնվել է դրա հետ նա ասում է որ անկախության հռչակագիրը դա նշանակում է որ մենք պետություն չպետք է ունենանք նա իր տեսակետներ չէ հիմա Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվել է այդ տեսակետից թե ամեն դեպքում անկախ Ալիևի ասացի ինքը հասնելու է դրան հասնելու է երևի որովհետեւ նա ասում է որ Ալիևի պահանջը չէ Ալիևի պահանջը չէ բայց մենք նոր սահմանադրություն ենք ունենալու դա նշանակում է ամբողջությամբ նոր ոչ թե այնտեղից ինչ որ կետ ենք բերում այստեղ եւ դրա վրա կառուցում հաջորդը այլ ընդհանրապես նոր որի մեջ հնարավոր է որ դա չլինի էլ հիմնական նպատակը դա է փոփոխությունների նորը չի նշանակում այո ընդամենը արդարացնում է որ ժամանակին իրենք նաեւ նախաձեռնել էին դա դե բայց այդ քանի անգամ արդեն ընտրվեց Սերժիկ արած այդ կոստյումով լավ տեղավորվել է դրա մեջ նորից դե թողություններից առաջ անել այդ ամեն ինչ տեսնենք նորը սահմանադրությունը ինչպես կլինի շատ հետաքրքիր է սահմանադրության մեջ այդ կոստյումի մեջ կոստյումը վերաձևվելու է թե նույն կոստյումն էին ես ընդհանրում եմ որ կարող է նույնիսկ ավելի մեծացվի դրա ռազմերները իր ահա մի քանի գրպան ավելացնի դա է խնդիրը եթե իսկապես պետք է լինի սահմանադրական փոփոխություններ արդեն ընդդիմությունը կամ ցանկացած մեկը Նիկոլ Փաշինյանից եւ իշխանությունից պետք է պահանջի փոխել սահմանադրությունը այնպես որ դա լինի ժողովրդավարության հաղթանակ, այլ ոչ թե իր հաղթանակը։ Այսինքն հաջորդ ինտրիգը, հաջորդ գլխացավը, որի մեջով մենք պետք է անցնենք, դա լինելու է սահմանադրության նոր տեքստի հետ կապված խոսակցությունները, աժիտաժը, այո, եւ արդեն հարց է Կարծեմ ընտրությունների նախորդող օրերին թե հենց հաջորդ, այսինքն վերջերս քննարկում էին արդյոք տեքստը պետք է հանրությանը ներկայացնեն թե չէ։ Հանրությունը տեղյակ չի ընդհանրապես ինչի շուրջ է գնում խոսակցությունը, դա ինչ նոր սահմանադրություն է, ինչ կետերով։ Նախնական ինչ-որ էսքիզներ հրապարակեցին եւ շատ բաներ այնտեղ վիճահարույց էին, որոշ կետեր կային, որոնք վերաբերում էին ընդհանրապես եկեղեցու Այսինքն այն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը մինչ այս համարում էր խնդրահարույց իր համար, այդ բոլոր առումներով սահմանադրության մեջ արտացոլվելու է, եկեղեցու դերը հանվելու է որպես առաջնային առանձին ինչ-որ մի նշանակություն, հավասարեցվելու է սովորական ՀԿ-ներին, այսպես կրոնական կազմակերպությունների կարգավիճակ է ստանալու, դա ինձ թվում է թուրքական պահանջը որ թե չէ ինչու այդպես մոլի հավատացյալ չէ, Նիկոլ Փաշինյանը իրեն նույնիսկ հարցազրույցներից մեկում ասում էր Քրիստոսի իր հարազատն է, Քրիստոսի իր իդեալն է, այսինքն ներկայանում է այնպես, որ ինքը այսպես եկեղեցու հավատարիմ զավակ է, բայց հայ առաքելական եկեղեցուն, օրինակ այդ կետերից մեկը խնդրահարույց հավասարեցվելու է մյուս կրոնական կազմակերպություններին։ Կետեր կային ընտանիքի հետ կապված, այսպիսի փոփոխություններ նույնիսկ, որոնք արդեն եվրոպական պահանջների տրամաբանության մեջ են հետագայում, որ Վրաստանում տեղի ունեցավ կոնֆլիկտ, հիշում եք, միասեռական ամուսնություն, այդպիսի հարցեր կան Եվ դա կրկին ասում եմ մեծ հանրային քննարկումների դիմադրության բողոքի ալիքները բարձրացնելու, բայց գլխավոր նպատակը դա է։ Գուցե այդպես անում են, որ հետո այդտեղ զիջում անեն, ինչպես հիշում եք տրանսպորտի թանկացումը, մի անգամից 300 դրամ խփեցին, մարդու համար ընկալելի, հետո տոմսը սարքեցին 150, համարեցին, որ իբր ժողովուրդը հաղթեց։ Վատ օրինակ բերեցիք, ասեմ ինչով, լավ օրինակ էր, բայց վատն էր, որովհետև առ այսօր այդ 150-ներ չեն վճարում, չի ստացվում, ոմանք Պարզապես չեն վճարում, մյուսները չեն վճարում, որովհետև այդ համակարգը չի աշխատում։ Շատ մարդիկ իրենց քարտերով չեն կարողանում վճարեն։ Ավտոբուսների մեջ այդ սարքը, որը ընդունում է այդ գումարը, հա, քարտերից կամ չգիտեմ հեռախոսների միջոցով, դրանք չեն աշխատում եւ այսինքն այդ 150-ն էլ չունեն։ Եթե առաջ 100-ը գոնե ունենում էին 100 դրամը, Հիմա այդ 150-ի կեսը նրանք չեն կարողանում հավաքել։ Իրենց իսկ մեղքով, որովհետև անսարք
սարքավորումներ են տեղադրել։ Դե հիմա ես ուղղակի կոպիտ։ Նույնը սահմանադրության մեջ եթե վերելու են լինի, խնդրահարույց կետեր արհեստական, դրա շուրջ ստեղծվի քննարկումներ, որոնք այդ կետերը հանեն։ որը չաշխատի։ Հա, դրա համար էլ այդպես է, որ դեռ հələ քննարկում ենք, ինչ որ նախագիծ կներկայացնեն, հետո այսպես քիչ-քիչ կմցնեն նաև որ նախաբանը պետք է հանվի, որ նախաբանի շուրջ Նախաբանը չի մցվի, չի լինի։ Չի մցվի, վեճը, այսինքն քննարկումները շեղեն ավտոմատ, այո, դա ավտոմատ դուրս կմնա։ Հա, դա քննարկելի չէ, որովհետև առանց դրա մենք պետություն չենք ունենա, սա պատերազմի։ Սա մենք ենթադրում ենք, ճիշտ է։ Չէ, իրենց խոսույթն է, սա պատերազմի կոնֆլիկտի հռչակագիր է, սահմանադրություն է, որովհետև մենք տարածքային պահանջներ ենք ներկայացնում Թուրքիային, Ադրբեջանին, դա պետք է հանվի, թե չէ կոնֆլիկտ կմնա։ Ձեր գրառումներից մեկը վերաբերում էր հետևյալ հարցին։ Դուք ասում եք, որ ձեզ դարապես մեր լսարանին տեղեկացնեմ, որ Տիգրան Խաչատրյանը Facebook-յան, YouTube-յան չգիտեմ, չեմ տեսել, Facebook-ում եմ տեսել։ YouTube-յան եւ Facebook-յան իր էջերում շատ հետաքրքիր վերլուծություններով, կարճ հետաքրքիր նկատառումներ, դիտարկումներով է հանդես գալիս եւ մեկը ուրեմն դուք անդրադարձել եք ձեր ուրեմն մեկնաբանություն գրողներից մեկի հարցին կամ մի քանիսի դուք ասացիք ինձ հարցնում են կամ հարց են բարձրացնում այդ ոնց 49% հավաքած ուժը տվյալ դեպքում քաղաքապայմանագիրը ունենում է 64 մանդատ այդ մեխանիզմը կասեք ինձ էլ հետաքրքիր է տեսեք վեճը գնում է նրա մեջ հիմնականում որ նկարված է արդյունքները չէ ես ելնում եմ հարցեր ուղղակի հնչել շատ են գնում ասեցի լավ նայենք այս իրավիճակում որ ենթադրենք սա արդար ընտրություններ են Եվ ոնց է հաշվարկվում, ինչպես է ստացվում, որ իսկապես ժողովրդի մեծամասնությունը մենք սովորենք, չէ, 50+1, սա է։ Ժողովրդի հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովրդի վստահության լեգիտիմ կամքը արտահայտվում է 50+1-ով։ Բայց ստացվում է, որ 49%-ով 64 մանդատ։ Դա այն համակարգն է, որը փոշիացնում է չանցածների ձայները եւ ոչ թե ժողովուրդը ընտրեց 40%, 40% մանդատներ պետք է վերցնի, այլ անցածների թվերը, ովքեր հաղթահարել են անցողիկ շեմը, իրենց բոլոր ձայները բազմապատկում են 100-ով, միջին անցնելով, որպեսզի բաշխեն մանդատները 105-ի մեջ այդ, նվազագույնը 101 պատգամավոր պետք է լինի, գումարած 4 այդ անձեռմխելի ազգային փոքրամասնությունների մանդատները։ Եվ հետաքրքիրն այն է, որ հենց այդ ազգային փոքրամասնությունների մանդատներն էլ դրվում են հիմնականում հաղթող ուժին, եւ եթե օրինակ այդ նորմը չլներ ազգային փոքրամասնությունների, անգամ այս ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կրկին չուներ որակյալ մեծամասնություն, ընդամենը 61 մանդատ էր ունենալու, 3-ն է գումարվում, դառնում 64։ Իսկ այդ 61-ն էլ որոշում են ինչպես, գումարում են բոլոր անցածների թվերը, տոկոսները, այդ 3 ուժերի տոկոսները, ստանում են քանի տոկոս, այս պարագայում դա 82.8%-ներ, ամեն մեկի ստացած տոկոսները բաժանում են այդ բոլորի գումարի վրա, ստանում են 100-ական թիվ, 0.6007, ասենք կլորացնում դարձնում են 61 եւ բազմապատկում 100-ի ստանում են 61 մանդատ։ Դոնթի բանաձևն է սկզբունքը եվրոպական երկրներում հայտնի կայուն մեծամասնության հասնելն է, այսինքն կապ չունի դու ինչքան ձայն ես ստացել, մեկ ուժ անպայման պետք է կայուն մեծամասնություն ունենա։ Արհեստականորեն ուղղակի։ Այսինքն նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ուժը պետք է ստանար 45%-ից պակաս, նույնիսկ 46 ստանար, շանս ուներ էլի ձևավորելու մեծամասնություն։ Որպեսզի չանցներ եւ չձևավորեր մեծամասնություն։ Այսպեսի համակարգ, այսինքն փոքրամասնություններով ձևավորում են իշխանություն։ Ժողովրդը համակարգը մերժում է, թե առանձին վերցրած ԿՊ-ին, թե առանձին վերցրած բոլոր ընդդիմադիրներին, ոչ մեկ չունի լեգիտիմություն, վստահություն, բայց իրենք իրանցով իշխանություն են ձևավորում։ Իդեպ դա ասում եք, պարզապես պետք է մի հատ թվաբանություն անել, տեսնել։ Դժվար է հասկանալ, դրա համար խճճվում են մարդիկ, որտեղ այդ թվաբանության մեջ տարօրինակ թվաբանություն է, բայց թվաբանության իմաստն այն է, որ անկախ ձայներից պետք է ձևավորվի մեծամասնություն։ Եվ նաև օրենքը սահմանում է սահմանադրությունը, որ անպայման պետք է որոշակի տոկոսով ընդդիմություն լինի։ Հիմա եթե ընդդիմությունը հրաժարվեց մանդատներից, համանդրությունը ասում է պետք է ընդդիմություն լինի։ Ինչ են անելու։ Օրինակ առաջանումը չեք դաժան, օրենքը չի կարգավորում ինչ պետք է լինի։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է դիմել համանդրական դատարան, ասել համանդրական դատարան մի հատ լուծի էս վեճը։ Եվ որոշեմ, որ ԿՊ-ին օրինակ պետք է հավելել 2 մանդատ տան։ Օրինակ եմ ասում։ Եւ ԿՊ-ն այսինքն մանդատներից հրաժարվելն է լուծում չի։ Շատ դեպքերում, որովհետև օրենքը չի կարգավորում այս հարցը, եթե մանդատներից ներողություն, եթե մանդատներից հրաժարվելը դա բերում է կոլապսի եւ ազգային ժողովը լուծարվում է։ Մեծամասնությունը շարունակում է կառավարել, բայց օրինակ եթե հանրաքվեի պետք է դրվի հարց, չի լուծվում ոչ մի։ Հարցեր կան, որ առաջանումը չկնաժամ։ Հիմա հանրաքվեի պետք է դրվի հարց, չի բավարարում, համազգական մեծամասնություն չունի։
ու ընդդիմություն չկա ազգային ժողովում, որ պետք է համոզել, որ կողմ քվեարկի։ Մարդը կարա լինի Նիկոլ Փաշինյանին դեմ, բայց մտածի, որ Սահմանադրությունը կարելի է անցկացնել օրինակ։ Այսինքն պարտադիր չի, որ դավաճանը իր թիմին անցնի Նիկոլ Փաշինյանի կողմը, որովհետև մեր օրենքը ասում է, որ падգամավորը առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով։ Մարդը կարող է համոզված Նիկոլին դեմ է, բայց նաև համոզված է, որ Սահմանադրության հանրակրվե պետք է լինի։ Եվ երկու ձայն օրինակ գնա նրանց, այսինքն այդ ռիսկն էլ կա, երբ որ մանդատներ վերցնեն, բայց նաև կա ռիսկ, եթե մանդատներից հրաժարվես, մարդը կդիմի Սահմանադրական դատարան, որտեղ Սահմանադրական ճգնաժամը առաջանում, պետք է լինի ազգային ժողովում ընդդիմություն, դա է պահանջում օրենքը։ Սահմանադրական դատարանն արդեն կարելի է ենթադրել ինչ որոշումներ կկայացնի, որովհետև մեր երկրում դատական համակարգը ամեն դեպքում անկախ չէ։ Շնորհակալ եմ, Գովազդ Քաթայանի եթերում, որից հետո մենք կխոսենք Ֆիդանի հանդիպումների մասին Լավրովի հետ հանդիպեցին, Պուտինի հետ կարծեմ այսօր են հանդիպելու, եւ նրանք եւ Թուրքիան եւ Ռուսաստանը, չգիտես ինչու նորից խոսում են 3 գումարած 2-ի մասին, գիտենք, որ Ռուսաստանն էլ ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ էլի 3 գումարած 3-ի շրջանակներում համագործակցությունը կարևորեց։ Խոսենք այդ մասին եւ Իրանում էր հետաքրքիր, Իրան եւ Միացյալ Նահանգներ ամսի 19-ին ստորագրում են, բայց արդեն այսօր Հորմուզով անցան իրանական նավթատարերը։ Գովազդ եթերում սիրելի բարեկամներ, շարունակենք զրուցել պարոն Խաչատրյանի հետ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ քաղաքագետ Եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ ենք զրուցում եւ այսպես պարոն Խաչատրյան, այս օրերին Թուրքիայի եւ Ռուսաստանի ուրեմն ղեկավարությունն է հանդիպում արտգործնախարարների մակարդակով եւ Պուտինի հետ է արտգործնախարարը հանդիպելու Թուրքիայի։ Նրանք խոսում են հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի հետ Թուրքիայի եւ Թուրքիայի համատեղ Լավրովի կարծեմ ասուլիսի ժամանակ էր, այո, Ֆիդանը ասաց, որ հողի վրա նա տեսնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները որքան են լավանում եւ կարծում է, որ խոչընդոտ այլևս չկա, որպեսզի նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները բարելավեն եւ Ռուսաստանի արտգործնախարարությունը զուգահեռ այդ այցին ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ ասաց, որ շատ լավ կլինի այդ 3 գումարած 3-ը տարածաշրջանային համագործակցությունը լինորից ոտքի կանգնեցնել եւ այդ շրջանակներում աշխատել։ Ինչ ունենք այս 3 գումարած 3-ի հետ կապված, ինչու է Ռուսաստանը հիշեցնում, երբ որ ոնց որ թե Հայաստանի հետ սառեցրել է իր հարաբերությունները, գուցե ասեք ոչ, եւ զուգահեռաբար նայենք Իրանում ինչ է կատարվում, քանի որ եթե Իրանի եւ Միացյալ Նահանգների այդ արճակատումը դադարեցվի, ամսի 15-ին արդեն ստորագրվելու է, նախաստորագրված է, հիմա ստորագրվելու է, որ հրադադար է լինելու եւ խաղաղություն է հաստատվելու, Հորմուզն է արդեն բացվում։ Արդյոք Իրանը եւս 3 գումարած 3-ը Իրանի համար էլի արդիական է դառնում եւ էլի մենք սահմանափակվելու ենք տարածաշրջանային տրամաբանության մեջ։ Այդ դեպքում հարց TRIP-ը այստեղ զուգահեռ պրոյեկտ է, որը զուգահեռ իրար չխանգարող պրոյեկտներ են աշխատելու, թե ոչ։ Դուք շատ լավ նկատեցիք այդ երկուսը միացնելով իրար, որովհետև այդ երկուսը ուղղակի կապված են իրար հետ, այսինքն մենք եթե իմանայինք Ռուսաստան-Թուրքիա առանձին գործընթաց, այդպես չէ, եւ այդ հանդիպումները հենց տեղի են ունենում Իրանի զարգացումների ֆոնին, այսինքն ԱՄՆ-ն հայտարարեց, որ ինչ որ նախնական իդեպ ասեմ, որ դա նախնական համաձայնություն է, այսինքն այնպես չէ, որ հիմա վերջնական պայմանագիր են եւ խաղաղություն են հաստատելու, շրջանակային համաձայնություն է, որոշակի կետերի շուրջ, Հորմուզի նեղուցը բացել, քննարկել ոչ թե արդեն որոշել, այլ քննարկել սանկցիաները մեղմացնելու հարցը, միջուկային իհարկե ծրագիրը Իրանի եւ 60 օր բանակցային ժամանակաշրջան է նախատեսվում այդ հարցերը քննարկելու, այսինքն հանկարծ մեր ժողովրդի եւ ոչ մեկի մոտ տպավորություն չլինի, որ հաստատվել է խաղաղություն։ Ոչ, հրադադարի մասին է։ Հրադադար է, որը հիմնական առանցքային եւ բլոկադան է հանվել իրանական այդ նավթատարի։ Իրանը հիմնված է նավթի արտահանման վրա, տնտեսությունը պատկերացրեք, իմ տվյալ ինչքանից հիշում եմ 90%-ով դադարել էր։ Եվ նավթի նաև Ամերիկան է նավթային պետություն, ԱՄՆ-ին ձեռնտու էր նավթի գների որոշակի բարձրացումը, բայց արդեն երբ կոնֆլիկտը շատ է շարունակվում, նավթի գների բարձրացումը հարվածում է բոլոր երկրների տնտեսություններին, այդ թվում ամերիկացիների, եւ առաջանում է ճգնաժամ։ Դրա համար կրիտիկական պահը, երբ որ չկա վերջնական հաղթող, մարդիկ երբ որոշեցին դադար տան, գնան բանակցային շրջան լուծելով ամենակարևոր խնդիրը Հորմուզի նեղուցը բացելու։ Եվ ԱՄՆ-ի պայքարը առաջին հերթին Իրանի դեմ հենց դա է, այդ ծովային ճանապարհը վերահսկել, Եվրոպային ցույց տալ, որ առանց ինձ, օրինակ, դու եթե հանկարծ Հորմուզը փակվի առանց ինձ դու գոյություն չես ունենա, որովհետև Եվրոպան կախվածություն ունի նաև էներգետիկ առումով ԱՄՆ-ից, եւ այստեղ ամենախոցելին հենց Եվրամիությունն էր, ըստ էության այս ճգնաժամից, որովհետև տրանզիտը փակվում էր։ Եվ նաև նշեցիք TRIP-ի առումով, սա ցամաքային այլընտրանքն է, ըստ էության, հիշում եք, ես ասում եի, որ Հայաստանին կարող է ներքաշել Իրանի դեմ այս գործընթացին եւ ինչ որ առումով սա նաև մեր համար է լավ նորություն, որովհետեւ չեզոքացվում է այն ռիսկը, որ TRIP-ը կարող էր պլացդարմ դառնալ Իրանի դեմ եւ մենք ակամա ներքաշվենք այս պատերազմի մեջ։ Սա մեզ համար լավ նորություն է, բայց այնուամենայնիվ բանակցային գործընթացում գնալու է այդ առևտուրը, թե ինչի դիմաց ինչ ենք տալիս։ Հիմա եթե ԱՄՆ-ն չստացավ այդ տրանզիտի նկատմամբ իր վերահսկողությունը ծովերի, այն ինչ ինքը ցանկանում է, այսինքն մենք պետք է նաև 3 մասի բաժանենք Ամերիկայի ստրատեգիան, հռչակագրային, որ դեմոկրատիայի համար է մարդու իրավունքներ, բայց մենք հասկանում ենք, որ դա երևի 5-րդական նշանակություն ունի, ռեժիմի փոփոխություն եւ այլն, որ հաստատվի աշխարհիկ դեմոկրատական երկիր դա կա, բայց դա ամենավերջին տեղն է երևի, այսօր առաջնայինը ստրատեգիական շահերն են։ Եվ ԱՄՆ-ն ինչ որ իմաստով հասել է Իրանի թուլացման, ամենատուժվածը Իրանն է։
Օրինակ մարդիկ կարող են ասել Իրանը հաղթեց, Իրանը ոնց կարող է հաղթել, որ ամենատուժվածն է եւ նրան մի 10 տարի կպահանջվի, որպեսզի վերականգնվի թե տնտեսությունը, թե նաեւ ինչ-որ իմաստով մի 5 տարի ռազմական պոտենցիալը։ ԱՄՆ-ն հասել է Իրանին բերել կրկին կառուցողական դաշտ, բայց Իրանը նաեւ չի պարտվել։ Իրանը ցույց տվեց, որ կարող է դիմադրել եւ ըստ էության միջուկային ծրագրից, խաղաղ ծրագրից չէ հրաժարվում եւ պահանջում է սանկցիաներ ու իր տնտեսության մեջ ներդրումներ։ Մի խոսքով այս մենք պետք է սա պատկերացնենք, որպեսզի հասկանանք Հայաստանին ինչ է սպասվում։ Թուրքիան հասկանալով այս խաղը ուր է գնում, շտապում է Ռուսաստանի հետ հասկանալ Ռուսաստանը ինչ է պլանավորել, որովհետեւ որքան էլ թրիփը գործարկվի եւ փորձեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, Թուրքիան միշտ նայելու է Ռուսաստանի որոշմանը եւ մինչեւ այսօր հայ-թուրքական սահմանը փակ է, որովհետեւ Թուրքիան այդ սահմանը բացելու է միայն ռուսների հետ պայմանավորվելուց հետո, այլ ոչ թե հայերի, որովհետեւ հայերի հետ ինչ ուներ պայմանավորվել, կպայմանավորվել, բայց ռուսական ռազմաբազան դեռ Հայաստանում է եւ Թուրքիան Հայաստանի սահմանը դիտում է ռուս-թուրքական սահման, ոչ թե ռուս-հայկական։ Խորհրդային միության սահմանն է։ Նա այդպես են կալում։ Նա Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի ցանկանում Ռուսաստանից դուրս պարզել, մինչեւ Ռուսաստանի հետ չպայմանավորվի։ Հայաստանի հետ ոչինչ չի անելու։ Եվ դա է շոշափում։ Տեսնա ռուսները ինչ ծրագրեր ունեն, հատկապես այս Իրանի բանից հետո, եւ մենք տեսնում ենք, որ նաեւ Ուկրաինայում որոշակի բան եղավ, փոփոխություն, Ուկրաինայի ղեկավարությունը ինչքան էլ ասեն, ամեն դեպքում մարդն ըստ նամակ գրեց, որ լավ կլինի դադարեցնենք պատերազմը։ Հիմա կարող էր ասել, թե չէ կտամ գլուխդ կջարդեմ, կհարվածեմ Կրեմլին դրոններով, չէ՞, շատերը այսպես միակողմանի քարոզի տակ են ռուսամետները իրանց ֆանտազիաների մեջ են, արևմտամետներն իրանց ֆանտազիաների մեջ են, բայց փաստը որ Զելենսկին նամակ գրեց առաջարկելով դադարեցնել։ Դա է կարևոր արձանագրելիս։ Դա ինչ է նշանակում, որ ուկրաինական ճակատում էլ կա անվստահություն եւ Ռուսաստանի դիրքերի ամրապնդում։ Եվ ինչ որ իմաստով թե Իրանին բերել կառուցողական դաշտ, թե Ռուսաստանին բերել կառուցողական դաշտ խնդիրը լուծվում այսօր։ Եվ բայց պետք չէ մոռանալ, որ 3+3 ձևաչափը ինչ իմաստավորն է, որ թե Իրանը, թե Ռուսաստանը, թե Թուրքիան շահագրգռված են, որ այս տարածաշրջանում Եվրամիություն եւ ԱՄՆ չլինի։ Որ միայն իրանց միջոցով հարցերը լուծվեն։ Թուրքիան իր մասով տրանզիտի, Ռուսաստանը դա հասկանալի է, Իրանն էլ իր անվտանգության սպառնալիքների տեսանկյունից։ Եվ սա է, այս առևտուրն է գնում, թուրքերը ուզում են ռուսների հետ անման դեպքում առանձին սեպարատ պայմանավորվեն եւ եթե հնարավոր է, թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության ազդեցությունը թույլատնեն այստեղ։ Դրան հանգիստ նայում է եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը։ Եվրամիությունը Միացյալ Նահանգները ամեն կերպ անելու են, որպեսզի այդպես չլինի, որպեսզի որևէ այսպես տարածաշրջանային կոալիցիա իրենց դեմ չձևավորվի։ Բայց ձևավորվում է, չէ՞։ Ըստ էության, այո, եթե թույլ տան, կձևավորվի։ Եվ դա է խնդիրը, որ թրիփի ծրագիրը ինչով հաջողվեց, որ Պաստորեն նաև Եվրամիությունը դա ողջունեց, հենց այդ տրամաբանությունից ելնելով, որ ամերիկյան ընկերություն պետք է լինի։ Այսինքն նույնիսկ հայերին չեն վստահում, որ հայկական ընկերությունը կարա ինքնուրույն դիմակայես 3 ճակերտավոր հրեշներ։ Հիմա եկեք զուգահեռ նայենք թրիփը եւ այս ձեր դուք էլ նշեցիք Իրան, Թուրքիա, Ռուսաստան, դրանք ասում են տարածաշրջանը մերն է։ Մեր միանշանակ, այսինքն անկախ ամեն ինչից նրանք են այս տարածաշրջանում եւ ԱՄՆ-ն կարող է, ինչպես Ուկրաինայի դեպքում հետաքրքրությունը որոշակի ունեն թույլանել, ենթադրենք մնալու են այդ 3-ով իրենք են որոշելու եւ միշտ են նրանք պայքարել, որպեսզի այս տարածաշրջանը ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ավելի ուժեղ չլինեն, քան իրենք։ Այդ պայքարը իրենք միշտ անում են, Հայաստանը որևէ մեկը պատրանք չունենա, որ թուրքերի եւ ռուսների եւ իրանցիների հետ առանձին հնարավոր անես պայմանավորվել, որ արևմուտքի հետ դու համ լավ լինես, համ իրանց հետ լավ։ Իրանք միշտ քեզ փորձելու են կտրել արևմուտքից։ Ճիշտ ասած ես այսա որ բերեցի, եկանք հասանք այն կետին, որտեղ պետք է Հայաստանը նորից կողմնորոշվի։ Հայաստանը ինչ որ բան ինքը կարող է այս պահին որոշել։ Բացի այն, որ լավ լինի հարաբերությունները եւ այս երյակի հետ, լավ լինի հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ առանձին եւ եվրոպական երկրների Եվրամիության հետ առանձին, բայց ընդամենը դա լավ լինի հարաբերությունները։ Եվ ոչ մի ուրիշ բան։ Հնարավոր է իհարկե, բայց դա կախված է ուժերի հարաբերակցությունից։ Թե դա անգամ դա չի կախված Հայաստանից, է կախված է իհարկե, Հայաստանը ինքը դեր է խաղում այստեղ, առանցքային
իր կամքից գուցե անկախ հայտնվել է առանցքային խաչմերուկում եւ իր որոշումներից շատ բան է կախված, բայց իր որոշումների արդյունավետությունը, էֆեկտիվությունը եւ հաջողությունը կախված է ուժերի բալանսից։ Հիմա եթե օրինակ Հայաստանը որոշում է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, ռազմաբազան հանել ենթադրենք տեսականորեն, բայց այնպես է ստացվում, որ Ռուսաստանը թե Վրաստանում, թե Ադրբեջանում հաստատվում է, օրինակ Ալիևի հետ պայմանավորվում է, քո որոշումը արդեն իմաստ չունի։ Դու Ամերիկա մտես, թե ինչա մտես, որովհետև դու բլոկավորվում ես, այս ուժերի հարաբերակցությունից է կախված։ Այս պահին Վրաստանը գնացել է չեզոքության ինչ որ չեզոքություն չի, այսօր նրանք զորավարժություններ են անում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Չէ, նաեւ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չեն գնում։ Չեն գնում, բայց այսինքն փորձում են բալանսավորել։ Այո։ Այսինքն իրանք չեզոքությունը հենց դա է, երբ որ դու որևէ ուժային բլոկի անդամ չես իրավաբանորեն։ Ինքը կարող է եւ այնտեղ զորավարժություն անել, եւ ռուսների հետ գնալ բանակցությունների, եւ դեմ գնալ Եվրամիությանը, որ դառնա Ռուսաստանի դեմ հարթակ, տեսեք, այսպես է։ Բայց եթե այնպես դասավորվի, որ ռուսական ազդեցությունը մեծանա Վրաստանում, իսկ դրա պատճառով նաև Ադրբեջանում, մենք չգիտենք նաև լծակները, չէ՞, Ալիևի վրա, Հայաստանի որոշումները կարող են արդեն դեր չխաղալ, բայց բալանսը ամեն դեպքում փոխում են։ Պարոն Խաչատրյան, մենք խոսեցինք այն մասին, որ Հորմուզի շուրջ բանակցությունները ոնց որ թե պատտվում էին Հորմուզի շուրջ հիմնականում եւ բաժամիջոցների, որովհետեւ միջուկային զենք նրանք ֆետվա ունեին ու անընդհատ ասում էին մենք ֆետվա ունենք, մենք միջուկային զենք չենք ուզում արտադրենք։ Իրականում խոսվում էր միջուկային զենքի մասին, բայց խոսակցությունը գնաց եւ բանակցությունները գնում են Հորմուզի։ Եվ ինչ ստացվեց։ Ստացվեց, որ Իրանը այդ Հորմուզին նեղուցով կարողացավ մի ամբողջ հսկայական Միացյալ Նահանգների հետ գալ նստեցնել ուրեմն Միացյալ Նահանգներին սեղանի շուրջ եւ ինչ որ նախաստորագրել հաշտեցում։ Արդյոք այդ Հորմուզի նեղուցը մեր Սյունիքի միջանցքը չէ Հայաստանի ձեռքին։ Արդյոք Հայաստանը ունի այդ Հորմուզի նեղուց կոչված Սյունիքի միջանցքը եւ նա եւս կարող է դա հաղթաթուղթ լինի Հայաստանի ձեռքին, որովհետեւ այս մեր համենայն դեպս շարադրանքից եւ վերլուծությունից ստացվում է, որ մենք չնայած Սյունիքը Հայաստանինն է եւ մենք ունենք այդ հաղթաթուղթը, բայց մենք գրավորական դիրքում ենք էլի գտնվում։ Ֆիդանը Լավրովի հետ, Պուտինի հետ է որոշում Հայաստանի ճակատագիրը։ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանն են որոշում այդ Սյունիքով ով պետք է անցնի։ Միացյալ Նահանգները, Ամերիկա հայկական կազմակերպություն են դնում այդտեղ, այսինքն էլի բանալին մեր ձեռքին չի, թե ես սխալվում եմ։ Դուք չեք սխալվում, որովհետև տարբեր քաշային կատեգորիաների մասն ենք խոսում Հայաստան եւ Իրան։ Իրանը աշխարհում էներգառեսուրսների առումով երկրորդ եւ չորրորդ տեղերն է զբաղեցնում նավթի եւ գազով, այսինքն ավելի ճիշտ գազը երկրորդ, նավթը չորրորդ։ Ինքը հսկայական տարածքներ ունի, ստրատեգիական խորություն, բնակչության թիվ, հարևանություն, նաև երկդեպի ծով, այսինքն համեմատելու չի ռեսուրսները, մենք չենք կարող այսպես տեսականորեն ուղղակի ինչա որ մեր տարածքով անցնում կարևոր ստրատեգիական մի ճանապարհ, ասենք որ մենք Իրանի նման կարող ենք դիմադրել եւ պայմաններ թելադրել։ Դա կլինի միամտություն։ Բայց մենք կարող ենք գոնե առավելագույնը ստանալ, այսինքն փորձել մեր շահերը առաջ տանել, ինչպես մենք էլի առիթ ենք ունեցել խոսելու, Ամերիկան պատրաստ է ընդառաջել տարբեր հարցերում, որովհետեւ նրա համար կարևոր է պրոյեկտները իրականացվեն, կողմերը բավարարված լինեն։ Ամերիկայի մոտեցումը ընդհանրապես այդ առումով միանշանակ ինքը միայն իր շահերով է առաջնորդվում, բայց կոմպրոմիսների գնալու ընդունակությունն է, հատկապես այս վարչակազմը դիլ անելու, գործարք անելու, շահավետ գործարք անելու կողմնակից է։ Հայաստանը կարող է ստանալ ավելին, այլ ոչ թե վախվորած, որ պատերազմ կլինի, այս կլինի, այսինքն Ալիևից չեն վախենում։ Ալիևից վախենում են, բայց Պուտինից չեն վախենում։ Պուտինից չեն վախենում, բայց Իրանից էլ մտածում են դե Իրանը կհամակերպվի էլի ինչ պետք է անի։ Այսինքն Իրանը Ամերիկային ատամա ցույց տալիս, քո կարծիքով Իրանի շահերը անտեսես կմարսես։ Այս միամտությունները կա երբեմն մտածելով, որ եթե Ամերիկան նախապես համաձայն է, ուրեմն քեզ կպաշտպանի, չէ՞։ Ամեն դեպքում, բայց քո շահերը առաջ տանելու առումով դու այդ ատամ ցույց տալու որոշակի լյուֆտ ունես, բայց նես չէ որ ասես չէ, ես չեմ անելու, դու կմարսես։ Այդ դա է խնդիրը եւ այդ բալանսը, այդ փոփոխությունը բալանսի տարածաշրջանում պետք է ես կասկածում եմ, որ լավ են գիտակցում, որովհետև ամեն կերպ շահում է միայն Ադրբեջանը, Հայաստանի շահը գնալով պակասում է, միայն մեզ ասում են խաղաղությունն է ձեր շահը։ Այսինքն գոհ եղեք, որ մենք ձեզ չենք սպանում, բայց մնացածը ինչ որ մի քանի ներդրումներ կլինեն, որի
շահավետությունն էլ հաշվարկված չէ, ասենք ասում են 5 միլիարդ ներդրում, չէ, բայց այդ 5 միլիարդի քանի տոկոսն է գնալու մեր պետական բյուջե կամ ազդելու մեր ժողովրդի գրպանի վրա։ Մենք տեսնում ենք նոր ձևավորված իշխանությունը բերում է այնպիսի որոշումներ, որ գնում է թանկացումների ամեն ինչ։ Այսինքն պետք է ընտրություններից հետո մենք ավելի լավ բաներ ակնկալենք, չէ, բայց բարձրացնում են ակցիզային հարկերը, շուտով վառելիքի եւ մնացած ապրանքների, որը մեծ սպառում ունեն, մարդիկ իրենց գրպանի վրա զգալու են, այսինքն որն է մեր ժողովրդի նյութական օգուտ, այսինքն քանի տոկոսն է օրինակ թրիփի մեր գրպանի վրա երևալու։ Դա պարզ չէ։ Եվ սա է խնդիրը, որ նաև լեգիտիմություն պետք է ունենա մեր երկրի ներսում, ժողովուրդը իսկապես դրան պետք է հավատա, այլ ոչ թե ուղղակի մենք դառնանք խաղալիք եւ ով մեզնից ինչ կարողանա կորզի, ինչա որ խաղաղություն լինի։ Խաղաղությունը ինքնանպատակ չի լինում, խաղաղությունը պետք է բարիք բերի։ Կարելի ասել, որ հիմա մենք գտնվում ենք այն կետում, որտեղ Հայաստանի դիվանագիտության աշխատանքից մեծապես կախված է, որ ուղղությամբ կգնա։ Մենք կկարողանանք այդ բանալին գոնե, չգիտեմ, ունենալով հանդերձ իսկապես Սյունիքի Միջանցքը։ Դե մենք պետք է այդ Միջանցք բառը չօգտագործենք, որովհետև ինձ թվում է Սյունիքի ճանապարհը, այո, համաձայն եմ ձեզ հետ։ Դե գոնե իրենք ասում են Զանգեզուրի Միջանցք, Չաքերթավոր։ Չէ, դե համաձայն եմ, Սյունիքի ճանապարհը։ Այդպես է, Միջանցք, այսինքն նկատի ունեն աշխարհի մի ծայրը մյուսին կապող ճանապարհ, կամուրջ։ Իրավաբանորեն մենք դա ոչ Լաչինի Միջանցքի հետ ենք համատում, որ արտատարածքային։ Ի սկզբանե այդպես է եղել, դրա համար ճիշտ եք միանշանակ համաձայն եմ, ավելի լավ է ոչ թե անգամ ճանապարհ, այլ կամուրջ, որովհետև կապող է։ Եվ կարող է Հայաստանի ի նպաստ Հայաստանի գնալ, այս կետից սկսած, կարող է ի վնաս Հայաստանի գնալ, կարող է ի վնաս Հայաստանի գնալ։ Միանշանակ կարող է գնալ, որովհետև եթե Հայաստանը տեսեք, տեսականորեն ինչ են սցենարները։ Այսինքն բոլոր սցենարները պետք է վառ սցենարները պետք է մշակվի, որ իմանաս, օրինակ տեսեք, ընդդիմությունը սցենար չուներ, որ եթե sense լինի, պետք է անեմ։ Ինչը հիմա քննարկում են։ B, C, D սցենարներ, ասենք թե լավ, ամեն ինչ լավ է, բայց կարող է նաև վատ լինել ինչ-ինչ հանգամանքների բերումով։ Հիմա ենթադրենք Ուկրաինայի նման ամերիկան որոշում է, որ առժամանակ Իրանը տարածաշրջանը հետաքրքիր չի, եւ ակտիվները այլևս հետաքրքիր չեն, եկամտաբեր չեն ենթադրենք, որովհետեւ Իրանի հետ պայմանավորվել է, որովհետեւ իր համար trip-ը կարևոր է, Իրանին բլոկադայից ցամաքային առումով եմ ասում։ Ծովայինը առանձին թեմա է, ցամաքային կապվածությունը, ընդհանրապես աշխարհաքաղաքականությունը դա կոմունիկացիաների մասին է առաջին հերթին, թե ոնց է հարուստ ռեգիոնը կարողանում ռեսուրսներ ունեցող ռեգիոնի հետ կապ ունենալ։ Օրինակ Ռուսաստանը որպես կայսրություն ինչի է պայքարում հիմա Ուկրաինայի համար, որտեղ առանց Ուկրաինայի իր կապվածությունները կոմունիկացիոն եւ այն ռեսուրսների ռեգիոնի հետ, որ ինքը ունի, կտրվում է։ Հարցը միայն այն չէ, որ Կիևից ավելի հեշտ է խփել Մոսկվային, հարցը նաեւ կենսական այդ կապերն են, տրանզիտ ճանապարհներն են։ Եվ մենք խոսեցինք այն մասին, որ փաստորեն հարցը ձեր նրան էր վերաբերում, թե արդյոք Հայաստանը կորցնելու բան ունի։ Կորցնելը նա կարող է լինել, որ Ամերիկան կորցրեց հետաքրքրությունը, կարող է ուղղակի այս ընկերությունը վաճառել թուրքական կարող է եւ բանալին ունենա կրկնօրինակ, այդ էր իմ հարցը։ Սյունիքի բանալին մեր ձեռքում մնա, մենք կարողանանք մինչև վերջ պահել, թե դուպլիկատ են անելու եւ մենք ամենավստահելի գործընկերը ով է այս տարածաշրջանում։ Ես չեմ ուզում ասել։ Թուրքիան է։ Ես չեմ ուզում։ Ենթադրելի է, չէ՞, որ սա ենթադրվում է, որ կարող է անցնել թուրքական արդեն, որովհետև Թուրքիան նաև գարանտն է այս տարածաշրջանում ամերիկյան շահերի ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի։ Այստեղ է վտանգը։ Այդ վտանգը պետք է բացառել ի սկզբանե։ Այսինքն ամերիկացիները պայմանավորվել, որ մենք այս պետության հանդեպ ունենք էգզիստենցիալ սպառնալիքներ։ Գիտեք ինչ, եկեք տեսնենք։ Անբավեր է լինելու, եթե դուք հանկարծ Թուրքիայի հետ գնաք մեզնից անկախ համաձայնությունների։ Նույնը Ռուսաստանի հետ։ Նույնը Ռուսաստանին, ինչու՞ ոչ, բոլորին։ Միացյալ Նահանգների Ռուսաստանի հետ։ Տեսնենք, եթե Ուկրաինայում ինչպես է վերջանում եւ Թրամփը կարող է թրիփը փոխանակել այլ բանի հետ։ Այլ բանի հետ։ Շնորհակալ եմ։ Կհետևենք, կտեսնենք, կքննարկենք քաղաքագետ Եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ ենք զրուցում, շատ շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցը վարում էի ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։